Բարև ձեզ, իմ զրուցակիցն այսօր հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի նախագահ Զարուհի Բաթոյանն է։ Բարև Զարուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Զարուհի, մենք այսօր զրուցելու ենք ներառական կրթության կարևորության ու անհրաժեշտության մասին եւ թեմային անդրադարձանք հատկապես երբ վերջին օրերին Facebook-ում կարծես բուրըն քննարկում էր, երբ Իրավունք թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը գրառում էր արել, որտեղից բառացի մեջ բերում են վերջին տողերը, ասվում էր, որ ներառական կրթությունը դա երեխաների դեբիլացման ծրագիր է։ Եվ օգտատերից մեկն էլ կարծես գրել էր, թե դա Գալաջյանի կոմենտը կամ դիտարկումը հանրության մեծամասնության դիտարկումն է, որովհետև այսօր հանրությանը հստակորեն չի բացատրվել, թե ինչու է կարևոր ներառական կրթությունը։ Համաձայն չլինելով մեր խմբագրությունն այդ կոմենտի հետ, այնուամենայնիվ խնդրում եմ պարզաբանել, թե իսկապես ինչու է կարևոր խնդիրներ ունեցող երեխաների ուսուցումը հանրակրթական դպրոցներում։ Նախ պիտի նշեմ, որ ներառական կրթությունը կրթության կազմակերպման ձև է եւ ներառական կրթությունը միայն հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության իրավունքի ապահովումը չէ։ Ներառական կրթությունը մոտեցում է յուրաքանչյուր երեխայի հիմնված նրա ուժեղ կողմերի վրա եւ անհատական մոտեցում է, որպեսզի կրթության միջոցով բացահայտվեն անձի ուժեղ կողմերը, հնարավորությունները եւ ստեղծեն նրա զարգացման հնարավորություն տրվեն անձին։ Եվ ինչու, որովհետեւ նախ միջազգայինորեն, միջազգային փորձը ապացուցված է, որ այն հավասարապես արդյունավետ է ոչ միայն տարբեր կարիքներ ունեցող երեխաների համար, այլ բոլոր երեխաների համար, որովհետև անհատական մոտեցումը յուրաքանչյուր անձի համար ավելի արդյունավետ կարող է դարձնել նրա կրթության եւ զարգացման գործընթացը, եւ մյուս կողմից ժողովրդավարական, այսպես ասեմ, զարգացող հասարակությունները ընդունել են այս մոտեցումը, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Ի ուրախություն մեզ պիտի ասեմ, որ ներառական կրթության փորձը որպես փորձ հույսի կամուրջ հասարակական կազմակերպությունն է առաջարկել Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությանը եւ կրթության ազգային ինստիտուտի եւ տարբեր այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, առաքելություն արևել կազմակերպությունների հետ փորձարկվել են այս մեթոդները եւ դրա արդյունավետության մեջ համոզմունք է եղել եւ միայն դրանից հետո բնականաբար այն դարձել է պետական քաղաքականություն եւ 2005 թվականից արդեն մենք ընդունել էինք օրենք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին, իսկ բոլորովին վերջերս նկատի ունեմ 2014-ի դեկտեմբերի 1-ին փոփոխություն կատարվեց հանրակրթության մասին օրենքում Հայաստանի Հանրապետության, որը դարձավ ինքնին օրենքը դարձավ եւս ներառական եւ հենց այս օրենքում ամրագրվեց, թե ինչ ասել է ներառական կրթություն, ինչու է դա կարեւոր եւ սա փաստորեն պետական քաղաքականություն է։ Եվ կուզեի ավելացնել, որ շատ հաճախ իհարկե լինում են քննարկումներ տարբեր հարցերի շուրջ, բայց պիտի ասեմ, որ սա երեխայի կրթության, մարդու կրթության իրավունքն է եւ իրավունքը քննարկման ենթակա չէ։ Այլ հարց է, թե մենք ինչպես ենք կարողանում դա ավելի արդյունավետ անել, որքանով արդյունավետ են զարգացած մեխանիզմները, որքանով շատ է փորձը, ինչ ներդրումներ են արել։ Իսկ այդ ներդրումները չեն կարող լինել անկախ գործընթացից, այսինքն չեն կարող ի սկզբանե ստեղծվել եւ պատրաստվել, հետո նոր միայն սկսել ներառական կրթություն։ Այսինքն պիտի հասկանալ, որ սա կրթության իրավունք է եւ իրավունքը քննարկման ենթակա չէ։ Այո, Զարուհի, ներառական կրթությունը նաեւ միտված է ներառական հանրություն, հասարակություն ստեղծելուն։ Այսօր մեր հանրության վերաբերմունքը հատկապես խնդիրներ ունեցող մարդկանց երեխաների նկատմամբ ինչպես է գնահատում, որովհետեւ քննարկումները ցույց է տալիս, որ իսկապես կան մարդիկ, որոնք դեռ կարծրատիպային են հարաբերություններ կառուցելու տեսանկյունից։ Գիտեք, ես միշտ նշում եմ, որ բավականին մեծ փոփոխություններ կան եւ գուցե բարեբախտաբար, բայց ամենամեծ փոփոխությունը, որ մեր երկրում եղել է, հասարակության վերաբերմունքի մեջ է, որքան էլ տարօրինակ է, մարդիկ այսօր շատ ավելին գիտեն կրթության, աշխատանքի, մատչելի միջավայրի անհրաժեշտության մասին եւ խոսում են հաշմանդամություն ունեցող անձի իրավունքի մասին ավելի շատ,
քան մի քանի տարի առաջ եւ այսօր ավելի շատ խոսում են հավասար հնարավորությունների, քան օրինակ արտոնությունների մասին, որոնք որ մարդիկ սովորեն եւ ընդունված է, որ պիտի կամ պահանջեն կամ ուղղակի տրամադրեն մարդկանց, օրինակ թոշակների կամ ինչ-որ այլ օգնության, ֆինանսական կամ նյութական օգնության տեսքով եւ իհարկե չլուծել նրա որպես քաղաքացի ակտիվ եւ լիարժեք լինելու նրա իրավունքը չափահովեն։ Այս իմաստով պիտի ասեմ, որ բարեբախտաբար շատ մեծ փոփոխություններ կան եւ որքան էլ որ կան մարդիկ, ովքեր ունեն կարծրատիպեր, բայց շատ կան մարդիկ, ծնողներ, նույն այդ սոցիալական ցանցերում բազմաթիվ են այն ծնողները, ովքեր հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող չեն, բայց իրենք փաստում են, որ իրենց դասարանում օրինակ սովորում է աուտիզմ ունեցող մի երեխա եւ իրենք դա դրական են գնահատում իրենց երեխայի համար։ Այս տեսակ կարծիքներ էլ կան շատ եւ դրանք բարեբախտաբար ավելի շատ են։ Ես կուզեի, բայց այնուամենայնիվ առանձնացնել հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ ունեցած կարծրատիպերի մեկ այլ բան, շատ հեշտությամբ, այո, մարդիկ ընդունում են, որ օրինակ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդիկ այո պիտի սովորեն դպրոցում, պիտի աշխատանք ունենան եւ այլն եւ հեշտ է իհարկե օրինակ սայլակին նստած մի գեղեցկադեմ աղջկա հետ զրուցել, աշխատել, բայց շատ դժվար է օրինակ մտավոր խնդիր ունեցող մարդու, Դաունի սինդրոմ ունեցող մարդու հետ կամ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդուն ընդունել եւ հարգել նրա տարբերությունը, հարգել նրա առանձնահատկությունը։ Այս իմաստով ավելի խոցելի են նշածս խմբերը եւ այս դեպքում ցավոք այսօր այդ կարծրատիպերը գերիշխում են մեր հասարակությունում եւ նույնիսկ երբ մարդիկ նույնիսկ երբ ուզում են դրական բան ասել, մարդիկ ասում են դե կարևորը մտքով հաշմանդամ չլինի եւ այլն։ Այսինքն այս խմբին ավելի բացասական են վերաբերվում եւ կարծրատիպերը ցավոք ավելի ոչ միայն ցավոք չէ, որովհետեւ շատ հաճախ նաեւ կա ծաղր, կա խտրականություն, կա մերժում պարզապես։ Իհարկե դրանց պատճառներն էլ գիտենք, որովհետև մարդիկ իսկապես անտեղյակ են, չկան կոնկրետ այս խնդիրներով զբաղվող անձանց, այս կազմակերպություններ, որովհետև դրանք կարծրատիպային են եւ շատ քչերը կհամարձակվեն խոսել, բարձրաձայնել իրենց խնդիրների մասին, պատճառները շատ են, բայց պիտի նշեմ, որ կոնկրետ այս խմբի դեպքում ցավոք կարծրատիպերը ավելի շատ են եւ այո կան ու խտրականությունը կա, քան օրինակ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց դեպքում։ Զարուհի, արդյոք այս հանգամանքով էլ պայմանավորված իրավունք թերթի գլխավոր խմբագրի այդ գրառումը Facebook-յան, որտեղ ասված էր, որ Դաունի սինդրոմ ունեցող աշակերտը ստիպելու է մանկավարժին առանձին կամ ցածրացրած ավելի մեթոդաբանություն կիրառել, որը բերելու է երեխաների համատարած դեբիլացմանը։ Ես ցավում եմ այդ բառերը կրկնելու համար, բայց պիտի մեջ բերեմ։ Կարծում եմ հնարավոր է, չեմ կարող ասել ինչով է պայմանավորված, բայց կարծում եմ, որ ինֆորմացիայի պակաս կա, որովհետև մարդիկ իսկապես չեն հավատում, որ Դաունի սինդրոմ ունեցող մարդը կարող է շատ լավ կրթություն ստանալ, զարգացման լավ հնարավորություններ ունենալ, պաշտոններ զբաղեցնել եւ այլն։ Ցավոք միջազգային փորձը մարդիկ մի քիչ ավելի ծուլությամբ են ուսումնասիրում կամ եղած փորձը, երբ մենք ենք պարզապես ներկայացնում, մարդիկ ուղղակի չեն փորձում կարդալ, լսել, հասկանալ, ընկալել, այսինքն հակված չեն դրան շատ հաճախ, որովհետեւ բնականաբար ավելի հեշտ է մերժել եւ ավելի հեշտ է մտածել, որ օրինակ իրենց հետ երբեք նման բան չի պատահի, որ իրենց երեխան կամ իրենց հարազատը երբևէ որևէ խնդիր չի ունենա եւ վաղը չի կանգնի նման խնդրի առջև։ Եվ կարծում եմ պատճառներից մեկն էլ այն է, որ մեր հասարակությունը տարիներ շարունակ չի ունեցել, այդ ներառական հասարակությունը չի եղել եւ չի ունեցել այն հնարավորությունը, ինչ այսօր ունեն երեխաները։ Իսկ երեխաները դպրոցում օրինակ կամ հասարակությունում դրսում իհարկե քիչ, բայց այնուամենայնիվ ունեն այն հնարավորությունը, որ կարող են տեսնել տարբեր հասակակիցների հետ ընկերություն անել, խաղալ, դպրոց գնալ, աշխատել եւ վաղը այս սերունդը, այս կարծրատիպերը չի ունենալու եւ վաղը հասկանալու է, որ իսկապես դա մարդու արժանապատվության, մարդու արժեքների հանդեպ հարգանք է նշանակում եւ պարզապես մարդիկ
կարող են տարբեր լինել եւ իրար մերժելու եւ հենց այդ հաշմանդամության հիմքի վրա խտրականություն դնելու իրավունք պարզապես չունեն։ Շատ լավ Զարուհի, տեսեք, մենք 2014 թվականից փոխեցին կրթության մասին օրենքը դարձնելով ներառական, բայց ձեր հրապարակումներից մեկում վերջերս անդրադարձ կատարվեց 125 դպրոցին, որտեղ մանկավարժական խումբը եւ տնօրենը մերժել էին երեխայի մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի ընդունումը, նշելով, որ իրենք համապատասխան մասնագետներ չունեն ուսուցումը պատշաճ կազմակերպելու համար։ Ինչպես կարող ենք մենք ունենալ օրենք եւ չունենալ համապատասխան մասնագետներ, որոնք կկարողանան իրականացնել օրենքի կիրառումը եւ ապահովել այդ իրավունքը երեխաների համար։ Ես ասեմ, որ ներառական կրթության առաջին փորձը 2001 թվականից է սկսվել, այսինքն բավականին իհարկե երկար ժամանակ է փորձ կիրառվում եւ բավականին երկար ժամանակ է, որ ամեն տարի ավելի մեծ թվով դպրոցներ են ներգրավում ներառական կրթության ծրագրում, բայց մենք չենք եւ օրենքը ունի անցումային դրույթներ, հա, օրենքում շատ կարևոր դրույթներ կան, որոնք ուղղված են հենց նաև մասնագիտական կարողությունների զարգացմանը։ Օրինակ, հոգեբանամանկավարժական թիմերի կարողությունների զարգացմանը, որոնք պիտի աջակցեն ներառական դպրոցներին, կամ ուսուցչի օգնականի ինստիտուտը, որը նորից պիտի աջակցի, հա։ Նորից եմ կրկնում, մենք չենք կարող պարզապես նստել, սպասել, թե երբ մեր բոլոր մասնագետները կունենան ընդհանրությունները, երբ մեր բոլոր դպրոցները մատչելի կլինեն, երբ մեր բոլոր ծնողները պատրաստ կլինեն հաղթահարել խնդիրներ, որպեսզի տանեն իրենց երեխաներին դպրոց։ Մենք եթե այս սկզբունքով առաջնորդվենք, մենք պետք է պարզապես նստենք տանը եւ չապրենք մեր այսօրվա կյանքը։ Մեր ամեն օրը խնդիրներով լեցուն, հա, օր է եւ ամեն օր մենք պիտի ինչ-որ բաներ հաղթահարենք եւ այդ հաղթահարման ճանապարհին ունենում ենք բնականաբար ձեռքբերումներ։ Խնդիրներ կան այնտեղ, որտեղ որ ինչ-որ բան արվում է։ Եթե մենք ոչինչ չանենք, որևէ բարեփոխում չլինի, որևէ խնդիր չենք հանդիպի բնականաբար։ Եվ եթե այսօր կա դժվարություն, սա նշանակում է, որ գնում ենք դեպի զարգացումը։ Եթե մասնագետը չկարողանա շփվել, ընդունել երեխային, աշխատել նրա հետ, երբեք փորձ չի ունենա։ Այսինքն այստեղ զարմանքը կոնկրետ դպրոցի հետ այն էր, որ եթե դպրոցը արդեն 5 տարի է իրականացում է ներառական կրթություն, գոնե փորձ պիտի ունենա։ Երեխաները տարբեր են, անշուշտ, չի կարելի մեկի փորձը միշտ չէ որ կարող են կիրառել մյուսի վրա, հա, այսինքն անհատական մոտեցում է, նորից եմ կրկնում, բայց միևնույնն է մենք չենք կարող սպասել եւ քանի դեռ այդ փորձը չկա։ Իսկն մենք պիտի փորձ ունենանք այն դեպքում, եթե մարդը արդեն մեր կողքին է։ Եթե մարդը հայտնվել է դպրոցում, եթե մարդը հայտնվել է աշխատավայրում, նոր մենք պիտի փորձենք այդ միջավայրը հարմարեցնել նրա կարիքներին։ Այսինքն եղած խնդիրները դրանք բնականon միանշանակ, որովհետև մենք չենք կարող այս պահին, օրինակ, մենք հիմա ուզում ենք աշխատանքի ընդունել մի մարդու եւ եկեք հարմարեցնենք մեր գրասենյակը, բայց մենք դեռ չգիտենք ով պիտի գա։ Իհարկե կան նախնական ստանդարտներ, կան նախնական չափանիշներ, բնականաբար դրանք պարտադիր են, բայց կան բաներ հատկապես մեթոդների հետ կապված, որը որ ֆիզիկական մատչելիության մասին չէ խոսքը, մեթոդների, ծրագրերի, վերաբերմունքի, դրանք շատ անհատական են եւ դա չի կարող ինքն իրեն ուղղակի ստեղծվել առանց մարդու անմիջական մասնակցության։ Զարուհի, եւ վերջին հարցը, քանի որ դուք առաջվում եք խնդրի հետ, ինչպես կգնահատեք ներառական կրթությունը այս պահին հանրակրթական դպրոցներով հաշվի առնելով նաև եղած խնդիրները։ Մենք քայլ ենք անում դեպի առաջ, թե իսկապես այն ծրագիրն է, որը ունենք թղթի վրա, ունենք դեկլարատիվ ձևով, բայց իրականում այն որպես այդպիսի ծրագիր չի իրականացվում։ Ես կարծում եմ, որ եւ ոչ միայն ես, ընդհանրապես այն մարդիկ, ովքեր կարևորում են մարդու իրավունքը կրթության, որովհետեւ ներառական կրթությունը միայն կրթության իրավունք չէ։ Ներառական կրթությունը մարդու համայնքում ապրելու, ընտանիքում մեծանալու, իր հասակակիցներին, իր խմբի հետ զարգանալու հնարավորություն է, որովհետեւ եթե մարդը պիտի հատուկ դպրոցում սովորի, ապա պիտի ապրի ընտանիքից հեռու կամ չստանա կրթություն։ Այսինքն սա միայն կրթության իրավունք չէ, սա շատ կարևոր է։ Եվ իսկապես ներառական կրթությունը մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է այսօր, որովհետև շատ ԱՊՀ երկրներ պարզապես Հայաստանի փորձն են փորձում վերցնել եւ կիրառել իրենց մոտ։ Իհարկե եւ նաեւ օրենքը, որովհետեւ իսկապես
կարող եմ ասել մեր լավագույն օրենքներից մեկն է, որը ներառական է, որը ոլորտին է վերաբերում, բայց ներառել է բոլոր անձանց եւ բոլոր երեխաների կարիքները։ Սա ամենամեծ ձեռքբերումներից է։ Այլ հարց է, թե մենք այդ ընթացքում ինչ խնդիրներ կարող ենք ունենալ եւ ինչպես պիտի դրանք լուծենք։ Նորից եմ ասում, մենք չենք կարող միանգամից լուծել խնդիրները եւ հետո նոր ինչ-որ բաներ կիրառել։ Տրամադրվածությունը լուծման բնականաբար դա շատ կարեւոր է։ Եվ ամենակարևոր բաներից մեկը, որ պիտի ասեմ, մենք բազմաթիվ միջազգային կոնվենցիաների ենք միացած, երեխայի իրավունքների կոնվենցիան, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիան եւ այսինքն օրենսդրական դաշտը մարդու իրավունքների տեսանկյունից այս ամբողջը իհարկե համապատասխանեցված է։ Այլ հարց է, որ մարդիկ իսկապես ավելի շատ պիտի տեղեկանան։ Մյուս կողմից կարևոր է, որ մարդիկ ընկալեն, որ նորից եմ ասում, ներառական կրթությունը միայն հաշմանդամություն ունեցող երեխաների համար չէ։ Ներառական կրթությունը կրթության կազմակերպման ձև է։ Եվ իհարկե շատ ավելի մեծ ներդրումներ են անհրաժեշտ, որպեսզի լուծվի հենց այս խնդիրը, որովհետև եթե երեխան չի կարող հասնել դպրոց, դժվար է միայն դպրոցում ամեն ինչ պատրաստել, նախապատրաստել նրա համար։ Այսօր ունենք շատ երեխաներ, ովքեր պարզապես իրենց տանից դուրս չեն կարող գալ։ Չկա հասարակական տրանսպորտ քաղաքում, բնակելի շենքերը հարմարեցված չեն, փողոցները հարմարեցված չեն, եւ իհարկե շարունակվում են կառուցվել դպրոցներ, կրթական հաստատություններ, որոնք նորից հարմարեցված չեն։ Այսինքն այս դեպքում խնդիրը միակողմանի չի, տարբեր կողմեր ունի եւ եթե մենք համատարած մոտեցում չցուցաբերենք բազմակողմանի, մենք նորից կփորձենք կդոփենք նույն տեղում եւ նորից եմ ուզում շեշտել, որ մարդիկ ունեն տարբեր կարիքներ, մարդիկ կարող են ունենալ մտավախություններ, կարծիքներ, իհարկե նախասիրություններ, բայց կան բաներ, որոնք քննարկման ենթակա չեն եւ այդ բաներից մեկը կրթության իրավունքն է, որը ունի Հայաստանի Հանրապետությունում ապրող ցանկացած երեխա։ Շնորհակալություն Զոհի, շնորհակալություն մեկնաբանությունների համար եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց հարմարեցված քաղաքը հարմար է բոլորին, այդ մասին պետք է որ իմանան, ինձ թվում է, թե պետական պատկան մարմինները եւ թե քաղաքացիները։ Շնորհակալություն, շնորհակալություն նաեւ ձեզ, շարունակեք հետեւել Civilnet-ին։